Բարի երեկո, լրատվական կենտրոնն է շարունակում ազատության ուղիղ եթերը, առաջիկա րոպեներին դիտեք։ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստանը վերաքվեարկություն է պահանջում այն երկու տեղամասերում, որտեղ ԿԸՀ-ն 3 անվավեր ճանաչեց արդյունքները։ Հանձնում ենք իրեն, թող զբաղվի նկարչությամբ։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը ընտրությունն ամբողջությամբ անվավեր ճանաչելու դիմում է ներկայացրել։ Ես չեմ հաշվելու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս մեկ տեղամասի քվեարկության արդյունքներն այսօր անվավեր ճանաչեց։ Հյուրասիրել են լավաշ, պանիր, վարունգ, լոլիկ։ Ինչպես է ծանր թմրանյութը հայտնվել 12-ամյա տղայի օրգանիզմում։ Մոտ 2 շաբաթ է հարցը չունի պատասխան։ Երեխան հիշողության խնդիրներ ունի։ Ոստիկանությունը օպերատիվ հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում։ Ինչ է հայտնի Միացյալ Նահանգներ Իրան գործարքի մասին։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է մեջբերեմ իշխանության անօրինականություններին դիմակայելու գործողություններ են սկսում։ Թե իրավական, թե քաղաքական գործիքներով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 ուշ երեկոյան 2 տեղամասում անվավեր ճանաչեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները։ Սա էլ ավելի բարդացրեց Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժի խորհրդարան անցնելու հեռանկարը։ ԲՀԿ-ն այս որոշման արդյունքում մոտ 300 ձայն է կորցնում։ Այսօր Ծառուկյանի թիմակիցները կենտրոնական ընտրական էին գնացել պարզաբանումներ ստանալու։ Նրանք վերաքվեարկության պահանջ են դնում։ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստանը մեղադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին քաղաքական պատվեր կատարելու եւ կուսակցության հնարավոր մուտքը խորհրդարան կանխելու համար։ Կուսակցությունը պատրաստվում է քաղաքական ու իրավական քայլեր ձեռնարկել իրենց բնորոշմամբ տեղի ունեցող ապօրինությունը թույլ չտալու համար։ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է թե թույլ չտալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը հաղթահարել անցողիկ շեմը։ 3 ուշ երեկոյան կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց 2 տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս որոշման պատճառով ձայներ կորցրեցին ինչպես ընդդիմադիր 3 ուժերը, այնպես էլ իշխող քաղաքացիական պայմանագիրը։ Բայց եթե ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի համար այս քվեների կորուստն ըստ էության էական չէ, բոլորովին այլ պատկեր է ՔՊ-ի եւ Բարգավաճի համար։ ԲՀԿ-ն կարող է դուրս մնալ խորհրդարանից, այդ դեպքում ՔՊ-ն խորհրդարանում կունենա падգամավորների 3/5-ը, որից կզրկվի, եթե ԲՀԿ-ն անցնի։ Հաշվարկել են, որ եթե արդեն իսկ 120 ձայնը վերականգնել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այս 2 տեղամասերում ունի 200-ից ավելի ձայն, եթե այդ ձայները մենք անվավեր ենք անում, ընտրատեղամասի արդյունքները անվավեր ճանաչելով, ավտոմատ կերպով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այլևս խորհրդարանում չի հայտնվում։ Ծառուկյանի կուսակցությունը դիմելու է դատարան ԿԸՀ որոշումը վիճարկելու հարցով։ Մի դիմում էլ ներկայացնելու են ընտրական հանձնաժողով, պահանջելով վերաքվեարկություն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը չի հերքում։ 10 կոտորակ 51 եւ 35 կոտորակ 65 ընտրատեղամասերում խախտումներ եղել են, բայց եւ շեշտում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 այդ 2 տեղամասերում արդյունքները չեղարկելուն զուգահեռ պետք է նշանակեր վերաքվեարկություն։ Մենք պահանջում ենք, որպեսզի կրկնակի քվեարկություն տեղի ունենա։ Դուք ռիսկ տեսնում եք, որ չի լինի այդ վերաքվեարկություն։ Այո, արդեն իրենք օրենք են խախտել, որովհետև սա պիտի արվեր մեկ միասնական որոշում, արդեն կրկնակի քվեարկության որոշումը կայացված պիտի լիներ։ Ընտրական օրենսգրքով, եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա, ապա ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին։ Իսկ եթե հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում եւ նշանակվում է ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն, ինչ որոշում է կայացնելու կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այս կառույցից հորդորում են սպասել մինչև կիրակի, երբ կամփոփվեն վերջնական արդյունքները։ Հանձնաժողովի մոտ ակցիա իրականացրած ԲՀԿ-ականները այսօր հանդիպեցին նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին, սակայն վերաքվեարկություն կնշանակվի, թե ոչ, այդպես էլ չկարողացան պարզել։ Ինքը ասում է մենակ ես ներկայացուցիչ, մենք կոլեգիալ կիրակի օրը մենք բոլորը հանրության առաջ բոլորի առաջ կասենք, բայց ես վստահեցնում եմ
այս կռիվը քաղաքացիական պայմանագիրը տանում է միայն որ Բարգավաճ Հայաստանը չանցնի եւ ինքը ունենա համանդական մեծամասնություն, ուրիշ ոչ մի բան չկա։ Եվ մինչ ընդդիմադիրները իշխանությանն են մեղադրում ընտրողի քվեն գողանալու համար, այսօր խորհրդարանում քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Տիգրան Ավինյանը պնդեց, թե ընդդիմությունը կարմիր գիծ է հատել, բաժանելով ընտրակաշարք։ Անկեղծ եմ ասում, ինձ նենց մեկ է։ Բարգավաճ Հայաստանը կանցնի, չի անցնի, ընտրակաշարք բաժանող Բարգավաճ Հայաստանները, ուժեղ Հայաստանները, չգիտեմ, Հայաստան դաշինքները առհասարակ մեր քաղաքական կյանքում տեղ չպետք է ունենան, այդ տեսակ ուժերը առհասարակ չպետք է լինեն մեր քաղաքական դաշտում, ընտրակաշարք բաժանողը, ընտրակեղծարարությամբ զբաղվողը Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվի։ Բարգավաճ Հայաստանից ընդգծեցին, եթե քվեարկություն չնշանակվի եւ իրենց խորհրդարան անցնելու հարցը չլուծվի, նաեւ փողոցային պայքարի դուրս կգան։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական բեսպրիդելին եւ այս կամայականություններին, կառավարական բոլոր շենքերը եւ Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով։ Գագիկ Ծառուկյանը տեղի ունեցողին արձագանքել է Facebook-յան գրառմամբ։ Նա այսօր չէր մասնակցում կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ անցկացված ակցիային։ Իսկ նրա թիմակիցները նախկին ՔՊԱ-ական, այժմ ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին անվանում էին մեջբերեմ նկարիչ, ընտրակեղծարար, անգամ նկարչական պարագաներ նվիրեցին Հովակիմյանին։ Սիմվոլիկ նվեր ենք պատրաստել նորաթուխ Այվազովսկուն եւ կոչ ենք անում, որպեսզի երբ նրա մոտ նկարչության բուրըն ցանկություն է արթնանում, ոչ թե թվեր նկարի, այլ օրինակ նկարի մասի սարը։ Ահա հանձնում ենք իրեն, թող զբաղվի նկարչությամբ, եթե իր մոտ նոր տաղանդներ են առաջացել այս մի քանի օրվա ընթացքում։ Ամոթ։ Թե ինչպես կհանգուցալուծվի Բարգավաճ Հայաստանի շուրջ իրավիճակը, պարզ կդառնա կիրակի օրը, երբ ամփոփվեն ընտրության վերջնական արդյունքները։ Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել եւս մեկ Արտաշատի ընտրական տեղամասերից մեկի 12 կոտորակ 13-ի քվեարկության արդյունքները։ Հաղորդագրության համաձայն այստեղ քվեարկության օրը բացակայել է ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկը։ Այս տեղամասում քաղաքացիական պայմանագիրը ուներ 602 ձայն, ուժեղ Հայաստանը 71 ձայն, Հայաստան դաշինքը 67, Բարգավաճ Հայաստանը 9 ձայն։ Դրանք բոլորը զրոյացվել են, իսկ նյութերն ուղարկվել են դատախազություն։ Ըստ նախնական արդյունքների երկրորդ տեղը զբաղեցրած ուժեղ Հայաստանը կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի ընտրություններն ամբողջությամբ։ Մինչ իշխանությունը բացառապես իր քվեներն է լեգիտիմ համարում, ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է վարչական ռեսուրս կիրառելու, կասկածելի եղանակով ձայներ ստանալու համար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հաղթել այս ընտրություններում։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանը պնդում է, իշխող ՔՊ-ն չի հաղթել հունիսի 7-ի ընտրություններում։ Ընտրական շրջանում մեջբերում եմ իշխանության կողմից օգտագործված վարչական ռեսուրսի, քրեական հետապնդումների, վախի մթնոլորտի, ատելության խոսքի տարածման եւ ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումների հիմքով ուժեղ Հայաստանն այսօր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով դիմում ներկայացրեց կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դիմումը ԿԸՀ մուտքագրած քաղաքական ուժի ներկայացուցիչ պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը պնդեց, ՔՊ-ի ստացած 700,000 ձայներից առնվազն 100,000-ը կասկածի տակ են դնում, ինչը նշանակում է, որ պետք է լիներ ընտրությունների երկրորդ փուլ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հաղթել այդ ընտրություններում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն տվել իրենց այն վստահության քվեն, որը իրենք պատկերացնում էին, որ պետք է ստանան։ 700,000-ից ավել ձայն են ստացել, ինչպես չեն հաղթել, պարոն Վարդևանյան։ Այն ինչքան ձայնը ստացել են միջազգային փորձում մի շարք երկրներում բավարար էր լինելու արձանագրելու համար միայն մեկ հանգամանք, որ պետք է տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլ։ Չհասկացանք ուղղակի ինչու պետք է երկրորդ փուլ լինի, եթե 700,000-ից ավելի ձայն է հավաքել եւ հաղթել է։ 100,000-ից ավելի ձայնի հետ կապված ես ձեզ մեկ անգամ եւս էլ պնդումս կկատարեմ 100,000-ից ավելի ձայների հետ կապված ինձ տվեք սպառիչ պատասխաններ։ Օրինակ, ինչի համար է ստացվում, որ այդ աստիճան շատ մենք ունենում ենք անվավեր քվեաթերթիկներ, որի պատճառահետևանքային կապը տեսնում ենք։ Ինչի 80,000-ի շուրջ 80,000 մեր հայրենակիցների անձնագրերը չեն աշխատում։
Սամվել Կարապետյանի թիմակից Արամ Վարդևանյանը նշում է, թե հիմնավոր կասկած ունի, որ այն տասնյակ հազարավոր քաղաքացիները, ում անձնագրերը քվեարկության ժամանակ համակարգը չի ճանաչել եւ նրանց գրանցումը ոչ թե համակարգով, այլ մասնագետների մուտքագրման եղանակով է իրականացվել, ընտրախախտումների հնարավորություն է տալիս։ Ընտրություններին մասնակցած մեր հայրենակիցներից 100,000-ի ձայները, 100,000 կլորացնում եմ գործընկերներ, ձայները ոչ թե անձնագրի պատշաճ կերպով աշխատանքի արդյունքում են ձևավորվել, այլ մասնագետի կողմից մուտքագրման եղանակով լրացնելու։ Սա արդյոք խնդիր է։ Այո, որովհետև կարգը այնպիսին է, որ անձնագիրը պետք է համապատասխան վերիֆիկացումը անցնելու պայմաններում պատշաճ լինի։ Եթե պատշաճ չի լինում, սա խնդիր է, թե ոչ, այո, խնդիր է։ Ինչ վերաբերում է խախտումներին, ուրեմն ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Եթե Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին ընտրությունները կեղծելու մեջ, ապա իշխող ԿՊ-ն էլ պնդում է, եթե չլիներ ընտրակաշառքը, ապա ընդդիմադիր ուժերը ընդհանրապես անցողիկ շեմը չէին հաղթահարի։ Նախնական արդյունքներով իշխող ԿՊ-ն ստացել է 49.82, իսկ ուժեղ Հայաստանը 23.28% ձայն։ Խախտումներ, այո, եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ երեք ուժը ընտրությունների խորհրդարան մտնելու շեմը պետքա չհաղթահարեն։ Նրանք չեն անցել շեմը, նրանք անցել են փողի շեմը։ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը այսօր փակագծեր է բացել կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ սահմանադրական դատարանով անցնելուց հետո։ Եթե ընտրության նախնական արդյունքները նույնը մնան, ինչ են մտադիր անել։ Ընտրությունները ամբողջությամբ տապալված են, համ կեղծված են, համ տերորի տակ ընտրություններ չեն անցկացնում։ Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալվել են։ Եթե կեղծված են ու եթե ԿՀ-ն էլ օրինակ ձեր դիմում մեժի, ՍԴ-ն էլ մեժի, որը տեսնում ենք ովքեր են, չէ՞, այնտեղ ղեկավարները։ Դե ուրեմն Հայաստանում կլինի ոչ լեգիտիմ։ Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե մենք գտնենք, որ կարող ենք հեռացնել ձեր ասած փողոցային պայքարով, ուրեմն կերացնենք փողոցը։ Ես ասել եմ, հայ ժողովուրդն է որոշելու։ Եթե հայ ժողովուրդը որոշի կհաշտվի, ուրեմն կհաշտվի։ Ես չեմ հաշտվելու։ Քննիչներն այսօր վաղ առավոտյան մտել էին ԲՀԿ-ի պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան։ Խուզարկությունը կապված էր նույն ուժի մեկ այլ թեկնածու Անդրանիկ Թևանյանին վերագրվող լրտեսության եւ պետական դավաճանության գործի հետ։ Թևանյան այս գործով կալանավորվեց ընտրարշավի ընթացքում, նա մեղքը չի ընդունում, իսկ իրավապահները պնդում են, որ Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից եւ 2024-ին ավելի քան $600,000 դիմաց փոխանցել է սահմանազատման թեմայով խորհրդարանում գաղտնի ռեժիմով անցկացված նիստից պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Արդյոք հենց Արեգնազ Մանուկյանն է կասկածվում Անդրանիկ Թևանյանին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ։ Մանուկյանը ի տարբերություն Թևանյանի այդ ժամանակ դեռ պատգամավոր էր։ Բարգավաճ Հայաստանի պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանն այսօր 1.5 ժամ խուզարկելուց հետո քննչականը նրան կանչեց հարցաքննության որպես վկա։ Նախկին պատգամավորը հարցաքննվել է թիմակցի արդեն կես ամիս լրտեսության եւ պետական դավաճանության հոդվածներով կալանավորված Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակում։ Ժամ ու կես կարծում եմ հարցաքննությունը բուն խուզարկությունը երևի էլի մոտավորապես այդքան շատ երկար չի տևել համենայն դեպս։ ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Թևանյանը քարոզարշավի շրջանում ձերբակալվեց, ապա մեղադրվեց ծանր հոդվածներով։ Դրանից մեկ օր առաջ վարչապետ Փաշինյանը Վանաձորյան քարոզարշավի ժամանակ ընտրողներին արդեն ազդարարել էր այդ մասին։ Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։
Մինչ Թևանյանն ապօրինի ցուցում որակեց Փաշինյանի այս հայտարարությունն ու հերքեց մեղադրանքը, իրավապահները հայտնեցին, որ ընդդիմադիր գործիչը Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել։ Հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից եւ 2 տարի առաջ Ռուսիա-Կովկաս աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենին, ով ըստ իրավապահների օտարերկրյա գործակալ է, $622,000 դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցել։ Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին ազգային ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։ Սա ձեզ բոլորին հայտնի գործով էր, նաև քննչական կոմիտեն է, կարծեմ, այդպիսի հայտարարությամբ հանդես եկել, իրենք են ասել, թե ինչ գործի շրջանակներում էր, բայց դա ընդհանրապես էական նշանակություն չունի, որովհետև այս ամեն ինչը շոու է, այս ամեն ինչը քաղաքական հետապնդում է, արդեն իսկ պարզ էր, որ այս ռեպրեսիաները շարունակվելու են։ Նախկին падգամավոր Մանուկյանն ուղիղ չի ասում, որ իր հարցաքննությունը կապ ունի Թևանյանի գործի հետ, չնայած քննչականը հաստատել է այս տեղեկությունը, ասաց, չի հիշում, թե իրավապահների մատնանշած փակ գաղտնի նիստին ինքը մասնակցել է, թե ոչ։ Ես բազմիցս հայտարարել եմ մինչ այս էլ, որ ես չգիտեմ ընդհանրապես ինչ նիստի մասին է խոսքը։ Ես չգիտեմ այդ նիստին ես ներկա եմ եղել, թե ներկա չեմ եղել։ Ընդհանրապես ինչ տեղեկություններ են այնտեղ հրապարակվել։ Սահմանազատման թեմայով փակ նիստն անցկացվել է 2024 թվականի ապրիլի 9-ին։ Ազգային ժողովի падգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրը հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայի քննարկումն անցկացնել ազգային ժողովի փակ նիստում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այդ ժամանակ խորհրդանի ամբիոնից հայտարարել էր, որ առաջարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրը հրատապ թեմայով քննարկման շուրջ հարակից զեկուցման հնարավորություն տալ փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանին եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Իշխանական падգամավորները նաեւ առաջարկել էին հարցը քննարկել փակ լիստում առանց հեռախոսների, դահլիճից էլ հեռացվել էին այն падգամավորները, որոնք գաղտնիության թույլտվություն չունեն։ Չեն կարող նիստին մասնակցել Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մեհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մեհեր Սահակյանը, Արտուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը, Սերյան Օհանյանը։ Ընդդիմադիրները սակայն դեմ էին այս գաղտնիությանը։ Արձանագրենք, որ փակ քննարկումը չի նշանակում պետական գաղտնիքի տեղեկատվության ներկայացում եւ հետեւաբար ավելի շատ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի էությունը հենց այնպեսին է, որ ինքը հանրությանն է հետաքրքրում, դրա համար է, որ մենք կողմ ենք բաց անցկացնելուն։ Ըստ խորհրդանի պաշտոնական էջի տեսագրության Արեգ Նազմանուկյանն այդ օրը ազգային ժողովի դահլիճում եղել է, կադրերում կա, բայց պարզ չէ արդյոք մասնակցել է հենց փակ լիստին։ Համենայն դեպս Մանուկյանը ներառված չէր Ալեն Սիմոնյանի հրապարակած այն падգամավորների ցանկում, ովքեր պետական գաղտնիքի հասանելիություն չունենալու պատճառով պետք է լքեին դահլիճը։ Արդյոք իրավապահները Արեգ Նազմանուկյանին են կասկածում փակ նիստից Թևանյանին տեղեկություններ փոխանցելու մեջ ու արդյոք նրա վկայի կարգավիճակը կփոխվի, իրավապահները չեն մանրամասնում։ Այս պահին падգամավորի թեկնածուի անձեռնմխելիություն ունեցող Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար դատախազությունը նախ պետք է ստանա կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։ Այսպես եղավ Անդրանիկ Թևանյանի դեպքում։ Արդյոք Մանուկյանից բացի քննչականը այլ անձանց եւս հարցաքննել է, պարզ չէ։ Մանուկյանը եւս տեղյակ չէ։ Հիմա տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների մասին երեկ երեկոյան Դոնալդ Թրամփը անձամբ չեղարկեց իր իսկ հայտարարած Իրանին հարվածներն ու հայտարարեց Թեհրանի հետ մոտալուտ գործարքը։ Ինչ է հայտնի Ամերիկա-Իրանյան պատրաստվող համաձայնագրի մասին։ Չնայած ԱՄՆ նախագահի հայտարարությանը, որ Իրանի հետ համաձայնել են խաղաղության համաձայնագրի շուրջ, Թեհրանը պնդում է, վերջնական որոշում դեռ չկա։ Արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, քննարկումները դեռ շարունակվում են, թեև փաստաթղթի մեծ մասը համաձայնեցված է։ Ու երբ Թեհրանում համոզվեն, որ բանակցվող փաստաթուղթն ապահովում է Իրանի շահերը, անպայման կհայտարարեն այդ մասին։ Իրանական լրատվամիջոցներից մեկին ասել է Էսմայիլ Բաղային եւ զգուշացրել. Իրանը կարմիր գծեր ունի, որոնք չի պատրաստվում զիջել։ Վերջին մի քանի օրերին նրանք կրկին փորձեցին մի շարք անհիմն պահանջներ եւ խնդրանքներ պարտադրել։ Իրանի Իսլամական Հանրապետությունը անկասկած թե դիվանագիտության մեջ, թե մարտի դաշտում ցույց է տվել, որ ոչ մի դեպքում չի հանձնվի մյուս կողմի ապօրինի պայմաններին ու պահանջներին։
Մինչ այդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնության են եկել գործարքի շուրջ։ ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել էր, թե Իրանի գերագույն առաջնորդը իևս հաստատել է գործարքը, որով Իրանը պարտավորվում է հրաժարվել միջուկային զենք ունենալուց։ Ըստ Թրամփի, Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնագիրը գուցե ստորագրեն արդեն այս շաբաթավերջին Եվրոպայում, ինչը թույլ կտա վերաբացել Հորմուզի նեղուցը։ Հուսով ենք, որ ամեն ինչ համեմատաբար արագ տեղի կունենա։ Նեղուցը կբացվի ստորագրումից անմիջապես հետո։ Գուցե դա լինի շաբաթ կամ երկուշաբթի։ Տեղեկություն էր տարածվել նաև, թե համաձայնագրի ստորագրումը նախատեսված է Իրաքի Ժնևում։ Բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին հղումանելով իրանական ֆարս գործակալությունը հերքել է լուրը։ Իրանական լրատվամիջոցները հակասական տվյալներ են ներկայացնում Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցվող 14 կետանոց համաձայնագրի նոր տարբերակի մասին։ Ըստ կիսապաշտոնական մեհրի այն սահմանում է, որ պատերազմը պետք է անհապաղ եւ ընդմիշտ դադարեցվի բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, 30 օրում վերացվի Իրանի ծովային շրջափակումն ու վերաբացվի Հորմուզի նեղուցը։ 60-օրյա ժամկետում կողմերը պետք է բանակցեն միջուկային հարցերի շուրջ վերջնական համաձայնության հասնելու եւ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու շուրջ։ Բացի դրանից Իրանը վերահաստատում է միջուկային զենք չմշակելու իր հանձնառությունը։ ԱՄՆ-ն էլ պարտավորվում է չխառնվել Իրանի ներքին գործերին եւ հարգել երկրի ինքնիշխանությունը։ ԱՄՆ-ն նաև դուրս է բերում իր ուժերն Իրանի շրջակայքից, իսկ բանակցությունների ընթացքում չի ավելացնում զորքը, նոր պատժամիջոցներ չի սահմանում։ 60-օրյա ժամկետում նաև ապասառեցվում են իրանական 24 միլիարդ դոլարի սառեցված միջոցները, ընդ որում դրանց կեսը նախքան բանակցությունները սկսելը։ ԱՄՆ-ն եւ դաշնակիցները պատերազմից տուժած Իրանի վերակառուցման համար առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագրեր պետք է ներկայացնեն։ Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով։ Իրանի հրթիռային ծրագիրը սակայն ներառված չէ փաստաթղթում։ Իրանական պաշտոնական իրնագործակալության փոխանցմամբ Իրանը որևէ պարտավորություն չի ստանձնում Հորմուզի կառավարումը փոխանցելու վերաբերյալ։ Նեղուցի կառավարման հարցը կորոշեն Իրանն ու Օմանը որպես տարածաշրջանային հարց, իսկ միջուկային ծրագրի մասին ըստ ԻՌՆԱ-ի ոչինչ չկա փաստաթղթում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե համաձայնագրի մասին արտահոսած մանրամասները որևէ կապ չունեն այն ամենի հետ, ինչ գրավոր համաձայնեցվել է։ ԱՄՆ նախագահն իրանցիներին մեղադրել է անազնիվ լինելու մեջ եւ պահանջել, որ անհապաղ կարգի հրավիրեն իրենց։ Իսկ Հորմուզում առևտրային նավերին 3 հարվածելու Թեհրանի փորձերն անընդունելի է որակել։ Չնայած խաղաղության գործարքին մոտ լինելու մասին Թրամփի պնդումներին, արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ն գիշերը իրանական 2 անօդաչու է խոցել Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Fox News-ին ասել է, թե Իրանը փորձել է հարվածել նեղուցով անցնող առևտրային նավերին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ շարունակում է Իրանի ծովային շրջափակումը եւ առ այսօր շարքից հանել է 9 նավ, իսկ 136 առևտրային նավի էլ ստիպել է փոխել ուղղությունը։ Իսկ այս ընթացքում Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի ենթակառուցվածքներին Լիբանանի հարավում։ Իսրայելական բանակը 3 գյուղի հարկադիր տեղահանման հրաման է արձակել։ Բանակը նաև հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում խմբավորման 300-ից ավելի օբյեկտի է հարվածել եւ մոտ 80 անդամի սպանել։ Հեզբոլլան հայտարարել է, որ վերջին 1 օրում հրթիռներով եւ անօդաչուներով 20-ից ավելի պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին, ինչի հետևանքով իսրայելցի 1 զինվոր է սպանվել այսօր։ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մալազիացի 2 խաղաղապահ է վիրավորվել ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով։ Ուկրաինան դաշնակիցներից եւս 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կխնդրի։ Առավելապես Ռուսաստանի դեմ անօդաչու թռչող սարքերի հարվածների ծավալն ավելացնելու նպատակով։ Տեղեկացրել է Reuters-ը պաշտոնական Կիևին մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով։ Ըստ նույն աղբյուրի Կիևը ռազմական ծախսերի ավելացման խնդրանքով պաշտոնապես հանդես կգա հաջորդ շաբաթ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերող 50 պետություններն ընդգրկող Ռամշտայնի խմբի հերթական նիստի ժամանակ։ Հիմա դեպի Ռուսաստան հայաստանցի արտահանողների խնդիրների մասին, որ ընտրություններից առաջ ծագեց։ Ընտրություններից հետո էլ շարունակվում է։ Կարճ ժամանակում Հայաստանի կառավարությունը գործարարներին փոխհատուցումներ առաջարկեց նաև եվրոպական շուկա դուրս գալու համար։ Արտահանողները դրանից հետո սկսեցին թվարկել խնդիրների այն շարքը, որը դեռ պետք է լուծել Հայաստանից Եվրոպա ճանապարհ ընկնելու համար։ Մինչ Ռուսաստանը խստացնում է հայկական ապրանքների մուտքի սահմանափակումներն իր երկիր, Հայաստանի կառավարությունը սուբսիդիաներ է տրամադրում արտահանողներին Եվրոպայում եւ այլ երկրներում նոր շուկաներ գտնելու համար։ Բայց արտահանողները հարցնում են, ինչպես հայկական արտադրանքը հասցնեն այլ շուկաներ, եթե հայ բեռնափոխադրողների մեծ մասը տարիներ շարունակ աշխատելով ռուսական ուղղությամբ եվրոպական պահանջներին չեն համապատասխանում։ Նույն մտահոգությունն ունի նաեւ գործարար Գևորգ Ղուկասյանը, որն արտահանում է թե սեփական,
թե գյուղացիներից գնված բերքը։ Պետք է ուղղակի ձգտենք, արտահանենք, Ռուսաստանը փակ է եւ հասկանում ենք, որ փակ է լինելու։ Այդ ամբողջ ցեպոչկան աշխատելու է, միայն տրանսպորտն է խնդրեմ ունենա։ Մեր համայնքը թե գրեթե բոլոր տրանսպորտի կամպանիաները Եվրոպա դժվարանալու են ապրանքները։ Կառավարությունը մեկ շաբաթ առաջ հաստատեց ջերմոցային արտադրանքի արտահանման աջակցության ծրագիրը, իսկ 3 նման աջակցություն սահմանվեց նաև ոչ ջերմոցային մի շարք ապրանքների համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով դեպի ԵՄ արտահանման դեպքում կփոխհատուցվի մաքսատուրքի 8.5-ից 14.8%, իսկ ոչ ԵՄ երկրների դեպքում նաև տրանսպորտային ծախսերի զգալի մասը։ Նախարարի խոսքով հայկական արտադրանքն արդեն արտահանվել է Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան, Նիդերլանդներ, Գերմանիա եւ այլ երկրներ։ Այստեղ սահմանափակում չկա, ինչքան շատ արտահանեն, մենք այդ ամբողջ ծավալը կսուբսիդավորենք եւ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ամեն հաջորդ օրը ծավալները շարունակական մեծանում են։ Բայց գործարարները հարցնում են, ինչպես են կազմակերպելու արտահանումը դեպի Եվրամիության եւ այլ երկրներ, եթե հայկական բեռնատարները պետք է անցնեն Թուրքիայի տարածքով, իսկ ոլորտը դեռ պատրաստ չէ այդ ուղղությամբ լայնածավալ փոխադրումների։ Այդ անցակետից սկսած այլ կարգեր են գործում։ 10 տարուց ավելի բեռնափոխադրում իրականացնող գործարարը, որ հրաժարվեց ներկայանալ, ասում է, կառավարությունը նախ պետք է աջակցեր, որ բեռնատարների պարկը նորացվեր։ Ես ինքս ուզում եմ թազա մեքենա, ու տես ծրագիր էլ կա, պետությունը սուբսիդավորում է։ Նոր մեքենայի համար սուբսիդավորում է։ Արժեքի 30%-ը ես եմ վճարում, մնացած 70%-ը լիզինգ ընկերությունն է վճարում, վարկի տոկոսները փակում է պետությունը։ Բայց դրա ամսական վճարը կազմում է մոտ 1 միլիոն դրամ։ Պատրաստ ենք այդ 1 միլիոն դրամ լիզինգը վճարելու։ Ես էլ պետքա վաստակեմ, չէ՞։ Վարորդին պետքա վճարեմ, ես այդ բոլոր ծախսերը պետքա հանեմ ու 1 միլիոն դրամի պետքա լիզինգ վճարեմ։ Արդյոք մեր շուկան պատրաստ է այդ ամեն ինչին անելու։ Հիմա մենք այդ մեքենաների ինչ անենք, այդ մեքենաների դեռ վարկերը, լիզինգները փակված չի։ Մեր զրուցակիցը, որ սեփական ընկերությունն ունի, ասում է, խնդիր է նաև վարորդների վիզաների հարցը։ Ներկայանալ չցանկացող այս տղամարդն ասում է, հայաստանցի քանի բեռնատարի վարորդ մուլտիվիզա ունի կամ քանիսը կարող է դա արագացված կարգով ստանալ։ Բեռնափոխադրողը պատմում է, Հայաստանում անցել է միջազգային բեռնափոխադրողի վկայական ստանալու համար անհրաժեշտ դասընթացը, սակայն մինչ օրս չի հրավիրվել քննության։ Իսկ առանց այդ վկայականի չի կարող լիարժեք աշխատել եվրոպական եւ այլ ուղղություններով։ Պետությունը օրենք հանեց վարորդների վերապատրաստման։ Ուրեմն հունվար ամսին ես գնացել եմ վերապատրաստման, տիր ասոցիացիայում դասընթացների եմ գնացել, միջև հիմա ես քննություն չեմ տվել, որին վկայականը ստանամ։ Ես արդեն մոռացել եմ ինչ եմ սովորել։ Պետությունը թող մի հատ իր սկսած գործը ավարտին հասցնի։ Ես հույսս չեմ դրել Հայաստանի Հանրապետության վրա։ Ես գնացել եմ Լիտվայում սովորել եմ, ես Լիտվայի միջազգային բեռնափոխադրողի սերտիֆիկատ ունեմ։ Մի քանի տասնյակ հազարի հասնող բեռնատարների վարորդներ ըստ մեր զրուցակցի ամեն օր իրենց փակ խմբերում քննարկում են, ինչպես եղավ, որ իրենք լուսանցքում հայտնվեցին։ Նեղսրտած են հայկական բերքն իրենց փոխարեն թուրքական ու վրացական բեռնատարներն են փոխադրում։ Ամեն առաջին հերթին պետք է մեզ շահերը պահի երրորդ երկրի բեռնափոխադրողներից։ Մեր ամենաթույլ տեղն է։ Հիմա իրանք կասեն նորից դա ազատ շուկա է, նորից նույն երգն են երգելու, նույն հեքիաթն են մեզի պատմելու։ Չգիտեմ, ինչ որ մի հատ ծրագիր պետք է մշտակվի։ Հայ բեռնափոխադրողի ծառայություններից իրանք օգտվել։ Մեր մասնագիտական անգրագիտության պատճառով այդ շուկան մեր ձեռքից գնացել է։ Բեռնափոխադրողների խոսքով ռուսական սահմանափակումների ֆոնին նրանք արդեն դժվարությամբ են կարողանում նաև Ռուսաստանից եւ Բելարուսից ապրանքներ մուծել Հայաստան։ Ասում են, եթե նախկինում Հայաստանից բեռնված մեքենաները հետադարձ ճանապարհին Ռուսաստանից դատարկ չէին վերադառնում եւ ներմուծում էին իրականացնում, ապա այժմ ըստ նրանց այդ հնարավորությունը նույնպես սահմանափակվում է։ Ես բանատներու վիզաների կռիվը, բնակին ես այդ վիզան որ ստացել եմ, ես այդ վիզայի համար իմ տարիների փորձը, իմ տարիների ունեցած վիզաներն էլ հիմք հանդիսանող։ Հիմա այսօր մի հատ նոր վարորդ որ գնա առանց հիմքերի, առանց իր ընկերությունը, առանց ապացույցների, որ ինքը Եվրոպայում աշխատել է, եվրոպական փորձ ունի, իրան վիզա չեն տալ։ Ռուսաստանը Հայաստանից մի խումբ ապրանքների ներմուծման սահմանափակումները սկսեց կիրառել հայաստանյան ընտրություններից շաբաթներ առաջ։ Սկզբում արգելելով ջերմուկի վաճառքը, հետո հայկական ծաղիկների ներմուծումը, ապա սահմանափակումներ մտցրեց մի քանի տեսակի բանջարեղենի, ելակի, իսկ ավելի ուշ նաև կորիզավոր մրգերի ու խաղողի նկատմամբ։ Երեկ էլ արդեն բուսական ծագման բոլոր ապրանքների մասով սահմանափակումներ կիրառեց։ Մոսկվայի դժգոհության պատճառը Եվրոպայի հետ մերձենալու Հայաստանի ջանքերն են։ Պահանջում են արագ ընտրություն կատարել Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև։
Ազատությունը հերթական աղմկահարույց դեպքի հետքերով է գնացել։ Երկու շաբաթ է տնեցիները, գյուղացիներն ու իրավապահները գլուխ են կոտրում մի հարցի վրա։ Ինչպես ծանր թմրանյութը հասավ 12 տարեկան տղային, դառնալով առողջական լուրջ խնդիրների պատճառ։ Տնից դուրս էր եկել առողջ, էքսկուրսիայից վերադարձել լուրջ խնդիրներով։ Դասընկերների հետ էքսկուրսիայի մեկնելուց հետո 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ է հայտնաբերվել։ Ինչպես այս հարցի պատասխանը իրավապահները դեռ չունեն։ Բոլոր ուժերը լարել ենք, որ հասկանանք ինչ է կատարվել, ասում են ներքին գործերի նախարարը։ Ամբողջ իրավապահ համակարգը այս պայծրությամբ աճեջ կերպով դիտարկում է դեպքը։ Ունենք հաղորդում, որը փոխանցել ենք հնչական մարմնին, ոստիկանությունը օպերատիվ հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում։ Սկզբից ունեինք անձնույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չէին եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձի կողմից է կատարվել։ Շուրջ 2 շաբաթ առաջ Օրգովի միջնակարգ դպրոցի 21 աշակերտներ, բոլորը 5-ից 8-րդ դասարանցիներ, ուղևորվել են Կարին գյուղ կրթական էքսկուրսիայի։ Էքսկուրսիան կրել է ճանաչողական բնույթ եւ անմիջապես կապ է ունեցել դասապրոցեսի հետ։ Գնացել են 21 երեխա 7 ուսուցչի ուղեկցությամբ։ Սա ոչ թե դասերի ավարտի առիթով բացօթյա խնջույք է եղել, այլ հատուկ կրթական ծրագիր, որի համար ըստ Օրգովի դպրոցի տնօրենի հերթագրվել էին դեռ ամիսներ առաջ ATP բարեգործական հիմնադրամի Կարինի տնկարաններ, Հայաստանից ու աշխարհի տարբեր անկյուններից աշակերտներ են այցելում։ Օրգովի աշակերտների համար կազմակերպությունը անվճար տրանսպորտ էր ապահովել ու տեղում նաև հյուրասիրել։ Հյուրասիրել են լավաշ, պանիր, վարունգ, լոլիկ։ Քաղցրավենիք ոչ։ Դպրոցի տնօրենը Էդգար Չաթոյանը պնդում է տեղում ամեն ինչ կազմակերպված է եղել, օտար խմբերի հետ Օրգովի աշակերտները չեն շփվել։ Ոչ մի կողմ խմբի հետ է եղել, միշտ խմբի հետ։ Երեխաների եւ ուսուցիչների։ Ուսուցիչների պատմելով 12-ամյա երեխան բոլորի պես լավ է եղել, ոչ մի արտառոց նշան չի ունեցել։ 17-20 տրանսպորտը արդեն եղել է մեր բնակավայրում, հետ են եկել։ Տվյալ երեխան ծնողի ուղեկցությամբ, ինչպես նաև մնացած երեխաները, կոնկրետ տվյալ երեխան ծնողի ուղեկցությամբ գնացել է տուն։ Զրուցեցինք նաև երեխայի հարազատների հետ, նկարահանվել չցանկացան, բայց պատմեցին, ավտոբուսը ոչ թե երեկոյան 5-ն անց, այլ 7-ից հետո է գյուղ հասել, ու երեխան տուն է եկել ուժեղ գլխացավով, 40 աստիճան ջերմությամբ ու ագրեսիվ։ Ընտանիքի պատմելով, նույն օրը երեխային հասցրել են Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն, հետո Ուիգմոր։ Այս ընթացքում նկատել են նաև, որ երեխան հիշողության խնդիր ունի։ Երկու բուժկենտրոններում բազմաթիվ հետազոտություններ են արել, ոչինչ այդպես էլ չի հայտնաբերվել, իսկ երեխայի վիճակը շարունակում էր մտահոգիչ մնալ։ Օրեր անց են բժիշկները նարկոլոգիական հետազոտության առաջարկ արել ու 12-ամյա երեխայի մեզի մեջ հայտնաբերվել է K2 տեսակի սինթետիկ կանաբինոիդների խմբի թմրամիջոց, կարճ ասած ծանր թմրանյութ սփայս, որտեղից, ինչպես հանելուկ է։ Սպայս կոչվածը իրենք իրականում բնական կանաբինոիդներից մի քանի անգամ իրենց ազդեցությամբ ավելի ուժեղ են ու իրանք առաջացնում են որոշակի փոփոխություններ մարդու գլխում, իհարկե ախտաբանական փոփոխություններ։ Թմրաբան կախվածությունների մասնագետ Սուրեն Նազինյանը սփայսի ախտանշաններն է շարում։ Երեխան պիտի մինչև տուն հասնելն արդեն նշաններ ունենար վարքային փոփոխություն, ծիծաղկոտություն կամ տրամադրության անկում։ Գերդոզավորման, այսինքն թմրանյութով թունավորման հետևանք կարող էր լինել գիտակցության կորուստ, կոման։ Դեռահասների դեպքում, հատկապես եթե դա 12 տարեկան երեխա է, նույնիսկ 15-16 չի, ուղղակի անչափահաս ասել այս դեպքում ճիշտ չի, այդ լրիվ երեխա 12 տարեկան երեխայի օրգանիզմը, հատկապես կենտրոնական նյարդային համակարգը լրիվ ձևավորված չի, իր օրգանիզմը բավականին խոցելի է, շատ անգամ ավելի խոցելի է, քան մեծահասակների օրգանիզմը։ Մեծահասակների համար էլ սփայսը ոչ պակաս վտանգավոր է, շեշտում է թմրաբանը։ Հայաստանում ու աշխարհի մի շարք երկրներում այն արգելված է։ Ինչպես կարող էր սինթետիկ թմրամիջոցը երեխայի օրգանիզմում հայտնվել։ Սուրեն Նազինյանը կոնֆետի միջոցով փոխանցելը քիչ հավանական է համարում։ Ոչ մի այլ երեխա չի վատացել։ Այդ միակ թունավոր կոնֆետը մեկն է կերել։ Ինչ որ մի մեխանիզմով երեխայի օրգանիզմում հայտնվել այդ նյութը։ Հիմա դա կլներ թե քաղցրավենիքի միջոցով, թե գլանակի միջոցով, սինթետիկ կանաբինոիդներ, ընդհանրապես կանաբինոիդների գործածման հիմնական եղանակը դա ծխելու եղանակն է։ Տղան 2 օր առաջ է հիվանդանոցից դուրս գրվել, բայց դեռ մասնագետների հսկողության տակ է։ Հարազատների խոսքով հիշողությունը լիարժեք չի վերականգնվել, վախեր ունի։ Այս օրերին իրավապահները ուսուցիչներին ու աշակերտներին են կանչում հարցաքննության։ Ներքին գործերի նախարարի խոսքից հասկացանք, որ երեխան էլ է ինչ
կարևոր բան կարողացել ասել քննիչներին։ Երեխայի վիճակը ըստ մեր տեղեկությունների արդեն իսկ փոփոխության է ենթարկվել, որոշակի շփումներ նաև եղել են, երեխան ինքը որոշակի տվյալներ է նաև հաղորդել։ Երեխայի նշած ցանկացած տվյալ վստահ եղեք, որ ստուգվում է։ Ենթադրվում է, որ կրկնակի փորձաքննություն կարվի վերջնական ճշգրտելու թմրամիջոցի առկայությունը դեռահասի օրգանիզմում։ Ամարտեղ առաջ անգամ լսում այդ անունի, ինչ է, դեղի անունը չէ, չգիտեմ էլ ինչ է։ Ինչ են ասում այդ տեղին։ Թմրանույթ, ես չի եղել, նման բան չի եղել մեր մոտ։ Ես կարող ասեմ մեր գյուղի երեխեքի կարակ սաղին հատիկ չկա մեր գյուղը նման բան։ Մեր գյուղից հանգիստ հարվար գյուղ չէ երևի մարզում։ Օրգովում ապշած են տագնապած փոքրիկ գյուղ է, աշակերտները 50-ից քիչ ավելի, բոլորի շարժը բոլորի աչքի առաջ։ Ուզում են իրավապահները օր առաջ պարզեն, ինչպես է 12-ամյա երեխայի ճանաչողական էքսկուրսիան վերածվել ծանր թմրանյութի հետ ճանաչողական դժոխքի։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է, սոցցանցերի մեր էջերում նույնպես հետևեք, հաջողություն։